Ռուսաստանը ընդունելով Նիկոլին որպես օքեյ Հայաստանի ման, հա, ինքը ակնկալում է, որ Նիկոլը պետք է նենց անի, որ Հայաստանը չգնա դեպի եվրոինտեգրման ակտիվացում։ Իրենք չեն հասկանում, որ դա հնարավոր չի։ Չեն հասկանում, որ Նիկոլից կախված չի ընդհանրապես։ Եվ իրանք կռիվը Նիկոլի հետ հենց էդ է։ Իրանք ոչ թե Նիկոլի դեմ են, այլ իրանք բավարարված չեն այն քայլերի քանակով եւ որակով, որը Նիկոլը անում է, որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա։ Այսինքն իրանք ակնկալում են, որ Նիկոլը պետք է նենց անի, որ իրանք դուրս չգան։ Okay, Նիկոլը ինչ որ բաներ անում է, բայց չի կարող, որովհետեւ ինքը նաեւ սահմանապահական Ռուսաստանը չի կարող տնտեսապես օգնի։ Շուտ քեշ գումարներ են պետք, որովհետեւ գլխից վերև հայտարարություններ են արել, գլխից վերև ծրագրեր են սկսել, որոնց ֆինանսավորել է պետք։ Այդ ֆինանսավորում գալիս է Եվրոպայից։ Բաց դրանից ակնհայտորեն Հայաստանը չի կարող հայտնել պատժամիջոցների տակ, եթե Հայաստանը հայտնվեց պատժամիջոցների տակ, ընդհանրապես կտրակի այս երկիրը։ Դա հասկանում են։ Դրա համար ստիպված պետք է յոլա գնան, ինչ որ մի ձև։ Քանի որ չունեն բարոյական ողնաշար, իրանք պատրաստ են յոլա գնալ լուբոյ ձևով։ Ասենք Տրամպի հետ լավ լինեն, հետո լավ լինեն Եվրոպայի, հետո լավ լինեն արաբական շեյխերի, հետո լավ լինեն, չգիտեմ, նրա, հետո երրորդի, հետո չորրորդի, անպայման Ռուսաստանի բան առանց դրա չի լինում, բան չուսան։ Ողնաշար չունեն։ Սենեկայի ասածն ասում է, եթե դու չգիտես ուր ես գնում, դու կամի չունես, որը քեզ օգնում է։ Նա ասում է, ես բոլոր տեղերներ գնում եմ, եւ դիվերսիֆիկացված, Սենեկա կարդալ չգիտի, դա սմսլը լավ նորմալ է, դա բալանսավորված, 2500 տարի առաջ էլ դա այդ բան հայտնի է, որ եթե այդ խնդիրը, եթե դու փորձում ես բալանսավորել, վերջը վատ է։ Ոչ մեկին եթե քո կշիռը միջազգային հարաբերություններում այնքան չի, ոնց որ ես եմ սիրում ասել, եթե դու հավելալ երկու տանկային կորպուս չունես, որը կարած տնես նժարի ես մասին կամ գես նժարին կամ նժ, դու ոչ մեկին չես հետաքրքրում, որ ես բալանսավորող։ Դու ուղղակի բան ես, ճնճղուկ ես։ Լավ, Փաշինյանը ասում է, ես դեմ եմ Ռուսաստանին։ Այո, նա ասում է, էքսկլյուզիվ հարաբերություններին ես դեմ եմ։ Այժմ Հայաստանը պետք է, ում է պետք Հայաստանը, հիշում ենք Լուկաշենկոյի հարցը եւ Փաշինյանը չգիտես ինչու պատասխանում է հերակա Լուկաշենկոին։ Հայաստանը պետք է եւ թվարկում է այն պետությունները, ում հետ գործընկերային ռազմավարական գործընկերության պայմանագրեր կան Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Իրանին, Եվրամիությանը, Վրաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա։ Պայմանագրեր դրանցից եթե չեմ սխալվում, մենակ Ֆրանսիայի հետ են Եվրամիության Միացյալ Նահանգների հետ խարծան է։ Միացյալ Նահանգների հետ խարծա է պայմանագիր չի։ Միացյալ Նահանգները ընդհանրապես իրանց մոդելը չի ենթադրում պետության ներգրավվածությունը բիզնես ոլորտում։ Հետևաբար Միացյալ Նահանգների հետ դու չես կարող նման բաներ կնքես։ Միացյալ Նահանգների հետ կարաս կնքես ռազմական բան, որը կարա վերածվի, օրինակ, չգիտեմ, որ քեզ Patriot տան։ Բայց քանի որ դու ռազմական ոլորտում Eagle Partner-ից բացի ոչինչ չես անում, իսկ վերջի Eagle Partner-ը вообще Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս էր, շատ փոքր ամերիկյան ներկայությամբ, դա փաստորեն նշանակում է, որ դու ընդհանրացված ես, ավելի շուտ դա այտենց նոր ՆԱՏՕ-յա, քան զուտ Ամերիկա։ Ինչ եմ ուզում ասեմ, այնտեղ պայմանագիր եւ խարծա դրանք տարբեր բաներ են։ Ամերիկայի հետ վերջի, եթե Տրամպին նայես, եթե մենակ Բլինկենի ստորագրացել են ելը կարելի էր բան անել, բայց ոնց որ Տրամպի հետ եկել են, որ ասում է վատ տենց բան կա, լավ, ինչ որ վերաձևակերպել են, իսկ Տրամպը ամեն բանի փաստաթղթի վերջում գրել է տվել, որ դա ոչ մի դիվանագիտական, իրավական եւ բան հետևանք չունեցող փաստաթուղթ է, ոչ մի կշիռ չունի։ Այնտեղ հարցը դու ինչ ունես ընդհանրապես էլ։ Չինաստանի հետ ինչ ունի։ Չինաստան չգիտեմ ինչ ունի։ Կարող է հուշ գաղտնի պայմանագրեր ունեն, որոնք վերաբերվում են ինչ որ ոլորտի, բայց դա լավ չի։ Բայց ամեն դեպքում ունեն լավ են, բան չասի։ Լավ, հիմա էքսկլյուզիվ հարաբերություններ։ Խոսքը գնում է Ռուսաստանի մասին, հա, ասում է պրոբլեմը դա է, որ Ռուսաստանը մենք գնում ենք, մենք Եվրամիության հետ լավ հարաբերություններ ունենք, մենք այսքան երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, եւ դուք ինձ հարցնում եք, ինչու Ռուսաստանը, ինչու է Ռուսաստանը նեղսրտում։ Պրոբլեմը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի այն ինչ որ վաղուց արդեն պահանջում է Հայաստանից, որ Հայաստանը չի համարում Ռուսաստանին իր ռազմավարական գործընկեր, Հայաստանը համարում է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր
բոլոր գործողությունների համար սկսված Արցախի շրջափակում, պայմանագրերի չկատարում, չգիտեմ նույն երկաթգծի, то есть Ռուսաստանը պատասխանատվության կանչի։ Էդ է պետք, այսինքն այնտեղ չի կարելի մնալ թփրտալ այդ նույն ջահին։ Սրանը հարց, այսինքն դու ում հետ ուրիշ ինչ ունես, դա ոչ պիտի չի հետաքրքիր, չունես հաշվետվություն տալու, առավել ևս Ռուսաստանին հերրակա պատասխանելու Լուկաշենկոն։ Լուկաշենկոն ում շումն է։ Նիկոլը ասում ես հասկացա, բայց Նիկոլը մեզնից հարցրել է, ասենք մեզնից ինչ-որ մեկը տեղավորվում է նրա մեջ, որ ինքը Ռուսաստանի հետ հերրակա խոսում է, կամ ոչ հերրակա, հեռախոսովսկի չենք ուզում որ խոսա։ Եղբայր, Ռուսաստանի հետ ուզում են որ խոսան նրանք, ում հանդեպ դու քաղաքական վենդետա ես հայտարարել, ում կոչել ես եռագլուխ սրիկաներ, ու մուրճով բանով ընկել ես հետևներից։ Այդ միակ զանգվածն է, որը ուզում է որ դու Ռուսաստանի հետ խոսաս։ Հիմա Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ առիթը բաց չի թողում, բացատրում է թե ինքը Ռուսաստանի հետ լավ չի։ Նորից եմ կրկնում, Ռուսաստանի հետ լավ լինելու ընտրազանգվածը հայտնի է։ Այդ այն փոքր մասն է, որը կոմոտ ազգային ժողովում ներկայացված է։ Դու իրանց հետ խոսալու չունես։ Իրանք ունեն իրանց ներկայությունը ազգային ժողովում։ Դու ոնց որ դրեցիր սաղ այդ Եվրաքվեի բաներին, խափեցիր, գցիր, տվեցիր ասֆալտին պռեցիր, փոխանակ նրանց պռեր, լավ, եկար ներկայացար որպես բան, Եվրամիության լավագույն բարեկամ։ Վարչապետ դարար, ոչ բարով, թե հələ չես դարը, չգիտեմ։ Ու հիմա դու նորից խոսում ես Ռուսաստանից։ Եղբայր, Ռուսաստանի մասին էլ մի խոսա, ունի Ռուսաստանը իր ներկայությունը ազգային ժողովում։ Դու ինձ պատմի, եփես դու իրականացնելու եվրոպական ստանդարտներով շինարարությունը։ Երբ ես վերցնելու եվրոպական օրենսդրությունը դնես կիրառես ստեղ պարտադիր կերպով, երբ ես դադարելու մի օլիգարխիկ ընտանիքին վերացնել, իսկ մյուսին փշի անել։ Կարաս բացատրես, այդ երբ ես անելու, երբ ես Aeroflot-ին լարելու Հայաստանից, որ կարողանաս այդ բանը որ կա Հայաստանի վրա պատժամիջոցները Եվրամիության, վերացնես։ Երբ ես դադարացնելու ներքին անձնագրերով FSB-ի եւ ԳՌՈ-ի օֆիցերների համար Հայաստանը բան օգտագործեն որ իրանք որպես աերոդրոմ պատսկոկա կան Հայաստանից գնան ուրիշ երկրներ փագի ներքին ռուսական անձնագրերով գալը թող մենակ բանով միջազգային անձնագրերով Էդի ընդհանրապես Ռուսաստանի 10%-ն է իրանք կոմոդ չեն գա կպրծնենք չես կարա չէ տենց Չսկի ձև տալյանի երգիր ես կարող օրակարգ է մցված Ռուսաստանի կողմից մի քանի թեմա երկաթգծի հետ կապված հարցը Եվրամիությունը կպահանջի Հայաստանից վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի հետ ասում է Ռուսաստանի լրատվամիջոցների եւ քաղաքական մեկնաբանները Բրյուսելը խոստանում է անդամություն Եվրամիության հետ որպեսի խզի Հայաստանը կապերը Հայաստանի կապերը Ռուսաստանի միջև եւ Եվրամիությունը կստիպի Հայաստանին միանալ հակառուսական պատժամիջոցներին եկեք վիզային ռեժիմից Վիզային ռեժիմը հենց այդ է Իրանց համար քրիտիկական է Հայաստանի օգտագործել որպես հետախուզական այդ գործակալական շարժի կետ Իրանք դրա համար են Հայաստանը օգտագործել Իրանք իստերիկության զգալի մասը դա Այստեղ դեսպանատան աշխատակիցների քանակը որն է իրանք բարձր չէ դիվանագետներ չեն Իրանք Հայաստանը օգտագործում են դրա համար Դրա համար էլ պետք է վերացվի դա Հասկանում եք Հայաստան գալիս է Ռուսաստանից ինքնաթիռների քանակ իրանք փակում են զվարթնոցի օդը Այնքան է գալիս որ դու ասենք ժամանակ չու ազատ բան չունես պատուհան չունես նոր ռեյսեր ընդունելու Հələ դրիկ փակ եկում եք պամուճների տա պետք Շատ հեշտ է ասում եք քանի հատ Հայաստանից է գալիս այդքան Մոսկվայից կգա վերջակետ պրծավ չի լինում էլ վերջ Չէ ռադներդ քաշեք իմ մարդկանց մասին էլ մի հաճացեք իմոնք լարսով են գալիս Մերոնք ոտ մեքենայով գալիս են ով ինչ ինքնաթիռով ով է գալիս Շատ փոքր զանգված 2-350 ստեղից դրծրեք օրը 2-350 հայկական ավիաուղիներով թողնան գալ Այս sense է վզովա Մոսկվա վсё Սիբիրում թող հայերը չապրեն Չէ դե ապրում են Չէ թող չապրեն ինչի համար Չապրենով չի Չէ օքեյ ուզում ես Սիբիրում ապրես ուրեմն դու Հայաստան հայրենիք չունես Հարցը sense է դրված ուզում ես ապրես Ռուսաստանում պետք է նենց տեղ ապրես որտեղից ուղիղ չվերթ կա Երևանից
Եթե դու ապրում ես ուրիշ տեղ, պատրաստ տեղի գաս այնտեղ, որտեղից գալիս ես Օրինակ Հայաստան։ Մոսկվա։ Չի նշանակում, որ դու ապրում ես ինչ-որ սիկտիվ կառում, ես պարտադիր պետք է սիկտիվ կառից ռեյս ունենամ Այդ ուրիշ Հայաստան։ հարց է։ Եղբայր ուզում ես ապրես սիկտիվ կառում, պատրաստ տեղի, որ դու ժամանակ առ ժամանակ գնաս Մոսկվա, բայց հիմա նավթային այդ մշակող գործարանների ոչնչացումը, ավիացիոն կերոսինի ոչնչացումը, բենզինի պակասը, դեֆիցիտը, դիզելի, դա ավտոմատ Ռուսաստանը տրոհում է։ Նովոսիբիրսկից Մոսկվա արդեն օրը 2 ռեյս է մնացել, թե 3։ Հասկանում եք, այնտեղ Կրասնոյարսկի այդ ինչ որ կոչվում է Կրասնոյարսկի կրայ ահռելի տարածք է։ Եվրոպայի կեսի չափ տարածք կա, այնտեղ ասենք տեղից 2 թե 3 քաղաք կա, որ ռեյս ունեն Մոսկվա։ Ինչի համար Երևանից ավելի շատ ռեյս կա Մոսկվա, քան Կրասնոյարսկից արա, որը իր քաղաքն է։ Այդ նշանակում է մենակ մի բան, որ այդքան կապ չկա Ռուսաստանի հետ։ Մենք այդքան կապնված չենք։ Դա ընդհանրապես նշանակում է Ռուսաստանի համար Հայաստանը հանդիսանում է բան, քարվանսարայ։ Ինքը իր գործակալներին ուղարկում է Հայաստան, ինչ որ մի ձև շորերը փոխում է, կրոնը փոխում է, ինչ անում, ուղարկում է հետո աշխարհով։ Այդ սաղ մեր վզին է կոտրվելու։ Չի կարա Նիկոլը սրա մասին չիմանա։ Եթե Նիկոլը սրա մասին չգիտի, ուրեմն ինքը սխալ պաշտոնի է նստած։ Ինքը գիտի։ Եթե ինքը գիտի ու դեմը չի առնում, հետեւաբար ինքը դառնում է ինչ։ Ճիշտ է, երրորդ երկրի շահերը սպասարկող անձ։ Այդտենց է։ Ուզում եք մինչև վերջ, հա։ Չէ, դե հանցագործություն չկա Եթե ապացուցված։ հանցագործություն կա, դա Չկա հանցագործություն ապացուցված։ Ուղղակի օգտագործում են այդ ճանապարհը, բայց դու իրանց օժանդակում ես։ Դե կապացուցենք երևա։ Չէ, իրավական դաշտում ենք մնում։ Իսկ սա, որ կստիպի Հայաստանին միանալ հակառուսական պատժամիջոցներին, այսինքն Հայաստանը երազանքն է, վաղուց պետք է միանանք։ Վաղուց պետք է միանանք։ Դա ընդհանրապես նշանակում է սպիտակ մարդ ես, ոչ թե մեյմոն։ Որտեվ հիմա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանել է մեյմոնություն։ Հայաստանին ինչպես է հաջողվել մինչ այժմ չմիանալ պատժամիջոցներին։ Դուդուկը միացնելով։ Չալոն կաղա։ Բացեք ավելի։ Դե ինչ բաց է, մկների ժողովը չեք տեսել, ոնց են բացատրում, որ ոչ ոք չեն անում։ Այ տենց մինչև կատուն գա, ասի ասա։ Ախր բան է, մեզ մոտ ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա, ազգային ժողովը Հովիկ Աբրահամյանը ժամանակին մկների ժողովը արգելեց, որ ցույց չտան, որտեվ տենց շուտ կապեր կար։ Մարդիկ այդ կապերը տեսնում էին, սա խնդում էին։ Բայց շատ իզուր։ Այդ մուլտֆիլմը պետք է ասենք պարտադիր կերպով, չգիտեմ, ամիսը մեկ անգամ բոլոր հայկական հեռուստաալիքներով ցույց տան։